UEFA Playmakers ծրագրի նպատակը 5-ից 8 տարեկան աղջիկներին ֆուտբոլ խաղին ծանոթացնելն է։ Մենք դա անում ենք Դիսնեյի հետ համագործակցության շրջանակում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մեծ աջակցությամբ։ UEFA-ն խոշոր հետազոտություն է արել և գտել է ամենահարմար ձևը Դիսնեյի մուլտֆիլմերի ու հերոսների միջոցով աղջիկ երեխաների շրջանում հետաքրքրվածությունը բարձրացնելու համար։ Ինչպես գիտենք, աղջիկ երեխաներն այնքան մեծ աջակցություն չեն ստանում այս ոլորտում, որքան տղաները։ Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք այնպես ներկայացնել խաղը, որ նրանք լավ հասկանան, հավանեն ու շարունակեն զբաղվել դրանով։ Այս ծրագիրը շատ սիրված ու ճանաչված է ամբողջ Եվրոպայում։ Մասնավորապես Հայաստանում այն արդեն 31 կենտրոն ունի։ Ես կարծում եմ, սա մեծ հաջողություն է և բոլոր ներգրավված անձինք ու կազմակերպությունները հիանալի աշխատանք են կատարում։ Մեզ համար մեր կատարած աշխատանքի լավագույն արդյունքն այն կլինի, որ Playmakers ծրագրի ավարտից հետո այս աղջիկները շարունակեն զբաղվել ֆուտբոլով։ Կարծում եմ, մեծ հաջողություն կլինի, եթե ակումբները ևս ներգրավվեն այս ծրագրում։ Սա բուրգի-ստորին հատվածն է, և մենք ցանկանում ենք ունենալ այնքան շատ մասնակիցներ և կենտրոններ, որքան հնարավոր է։ Եվ իհարկե կարևոր է, որ աղջիկներն ունենան ակումբներ գնալու ուղիներ, որպեսզի նրանք շարունակեն խաղալ այնքան ժամանակ, մինչև հասնեն այն տարիքին, որ կարողանան պրոֆեսիոնալ ֆուտբոլում կարիերա կառուցեն։ Playmakers նախագիծն արդեն 5 տարի է Հայաստանում է և մենք փորձում ենք ընդգրկենք Հայաստանի գրեթե բոլոր մարզերը։ Այն հիմնականում դպրոցներում ենք անցկացնում, դպրոցի աղջիկներն են ընդգրկված, բայց ավարտից հետո իհարկե ուղղորդում ենք նրանց ակումբներ։ Այս տարի ունենք շատ մեծ թվով մասնակցություն, շուրջ 650 աղջիկներ ունենք, ովքեր որ մասնակցում են Playmakers-ին և վայելում են այս ծրագիրը։ Փորձում ենք անընդհատ փոխենք դպրոցները, փոխենք գյուղերը, քաղաքները, որպեսզի հնարավորինս մեծ տարածաշրջաններ ընդգրկենք և հնարավորինս շատ աղջիկների հնարավորություն տանք այս ծրագրին մասնակցել։ Ամեն տարի նաև ընդգրկում ենք նոր մարզիչներ։ Այս ծրագիրը նրանով է լավ, որ մենք կարող ենք ընդգրկել սկսնակ մարզիչների, պարտադիր չեմ, որ մարզիչներն ունենան լիցենզիաներ կամ ինչ-որ հատուկ կրթություն։ Մենք ինքներս ենք վերապատրաստում և ամեն տարի ունենում ենք դասընթացներ մարզիչների համար, սեմինար ենք կազմակերպում, հավաքում ենք բոլոր մարզիչներին, ունենում ենք ինչպես պրակտիկ, այնպես էլ տեսական դասընթացներ, որից հետո արդեն նրանք պատրաստ են լինում մասնակցել ծրագրին։